Արարատ Միրզոյանը հարցազրույց տվեց, փաստաթղթերը տվեցին, եթե պիտի քննադատենք եւ պիտի քննադատենք, տեքստը պիտի պոզիտիվ քննադատության ենթարկենք, նաեւ մեր առաջարկները տեղափոխենք արտգործնախարարություն, ազգային անվտանգության խորհուրդ, այս ինստիտուտը լավ պիտի աշխատի եւ վարչապետի աշխատակազմ պիտի քննադատենք, բայց պոզիտիվ առաջարկենք, որովհետեւ բաց թողում կա, այստեղ խութ կա, որովհետեւ եւ զարգացման հեռանկար կա։ Սրանք են բանի նման են, գիշերցել եք մերժում են, բայց ծերեցելու քաղաքական պողոտայից դուրս չեն գալիս, ինչ եք ուզում, ինչ են ասում, ես իրենց առաջարկ ունեմ, ով խոսում է, մանկապարտեզներ հետ տվեք, այս կամ բան, ուրիշ բան չկա։ Բայց մենք լրատվությունն էստեղ մեղավոր ասել։ Հիմա 1 միլիարդ դոլար եք ուզում, պարոն Շիրինյան, 1 միլիարդ դոլար եք ուզում այդ նույն մարդկանցից։ Հա, իրենք են, որտեղ երկրի պատասխանը, հապա իրենք են կողոպտել, ես եմ կողոպտել։ Իրենք դատարաններից դուրս չեն գալիս, չէ՞, այդ հո մեկը չի, երկուսը չի, երեքը չի։ Մի գործը վերջանա, մյուսի համար են կանչում, մեկ դպրոցի համար են կանչում, մանկապարտեզի համար են կանչում, մեկ եւ այլն, մեկ բանակ չգնալու համար, այսինքն ումից ուզեն։ Հիմա բայց ես ասի իրոնիայով եմ ասում, դրանք փող տվող չեն, երկիր կործանեն, բայց փող չեն տա։ Երկրում կլնեն մի դրամանոց վարչապետ, մի դրամանոց վարչապետ ծաղր է, չէ՞։ Բայց ինչի է ծաղր։ Ծաղր էլի, հա։ Չկա աշխարհում չկա նման օրինակ։ Չէ, իհարկե չի կարող լինել, այդ ինստիտուտները ինչպես կարելի է այդպես արժեզրկել։ Բայց դա ծաղր է, թե ինչպես դուք եք ասում, դա ինստիտուտի ոչնչացում։ Դա իհարկե ինստիտուտի ոչնչացում է, արժանաբանի։ Այսպես ասենք էլի, մենք գիտենք, չէ՞, մեր բանից կենցաղից մի բան կա, որ երբ որ հարսանիք է լինում, հարսի կամ փեսայի շատ տխուր դեպք է, դա վատ է, ես դա չեմ ընդունում, բայց այդպես է։ Ուրեմն հարազատների մեջ մի քիչ վատ հագնված են, երբեք առաջի սեղան չեն տանում նստեցնում, որևէ մեկը չի տանում, հազվագյուտ է պատահում։ Ինչու, որովհետև կա երկրորդը, դե այդ հարսանիք է, մի քիչ կարգին հագնվի, արի առած սիգարետը մատների դարանքը նստի էլի։ Այսինքն ամեն ինստիտուտ լինի հասարակական, սոցիալական, քաղաքական, ունի արժանապատվության իր տեղնոչափը, այս պիտի պահպանվի, այսինքն մենք պիտի արժանապատիվ, եթե մեր թագավորներն այդպիսի արժանապատիվ կյանք չունենային, ես նկատի ունեմ Արտաշեսները, Տիգրանները եւ Տիգրան բաները, ուրեմն Տրթադ մեծերը, Հայաստանը չէր լինի։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանը եվրոպական քաղաքագրություն ստեղծած ժողովուրդներից մեկն է։ Մեկ դրամանոց վարչապետի հետ կապված, դուք մի լավ հետաքրքիր բանել եք ինստիտուտի եւ դա եւ անվտանգություն է։ Ռուսահայեր են սրանք։ Պիտի առաջարկեն, ինչ առաջարկ ունեն Պուտինի համար առաջարկեն ու վերջ։ Այդ Պուտինը մի դրամով թող աշխատի, իրենք ռիսկան են ասել մի անգամ թող ասել սեղանի վրա բանը այն ոդկան ձեռին, հա, թող ասեն, եկել են ինչ էլ ասում, Հայաստանն է, այսինքն մենք այնքան բան ունենք, հա, լավ պետություն, հպարտություն եւ այլն մեր մեջ կա, որ հիմա էլ են արժեզրկում, բայց իրենց են արժեզրկում, այդ չի նշանակում, որ պետք է շատ ու քիչ աշխատանքի համար յուրաքանչյուրը պետք է հանցքան ձևով արձատրվի, բայց ոչ չափը անցած, ոչ էլ այնպես։ Մանավանդ իսկ կան մի քանի պաշտոններ, որ ես այդ պաշտոնը չունեմ, չէ՞, ուրեմն պետք է պետությունը իր վրա վերցնի այնքանով, որքանով։ Փորձերը շատ են։ Աշխարհում ամենալավ պետությունները վերցնեն, տեսնեն ինչպես են նրանք կարգավորում, ուրեմն անեն, ինչի չեն անում, որովհետև այդ պետություններում գողություն չկա, հնարավոր չի լինես վարչապետ, նախագահ լինես եւ ունենաս այսինչ ավճարկաշուն էլ չես կարող ունենաս։ Պարոն Շիրինյան, փաստորեն բանի համար ասում են Մադլեն Օլբրայթը, ես կարդացել եմ Միացյալ Նահանգների պետքարտուղարներ են տիկին է որ կար, ասում են ինքը գնում իր առևտուրը իր դիմացի խանութից ինքն է անում, հետո տուն է գնում, Անգելա Մերկելը հաստատ այդպիսին էր, ինքը իր առևտուրներ անում, սրանք իրենց ոչ առևտրի տեղը գիտեն, ոչ էլ գիտեն որտեղ են ապրում, ոչ էլ կապ ունեն այս ժողովրդի ու բանի հետ, դրա համար ավելի լավ է լռեն էլի, հավերժ անցյալ են, անցել գնացել են։
Եթե ամփոփում ենք, փաստորեն սա մեր համար պատմական նշանակություն ունեցող, կարող եք այդ բառն օգտագործել, բայց ես եթե նկատել եք շատ չեմ ասում, որտեղ այնքան որտեղ դեռ պետք է մենք պարտականությունները, չէ, մենք պատմական եւ բանն, բարձվեց մեր գեներալները, բարձվեց գեներալները հաջուկով գելի են հանձնվում նույնիսկ մատները չքերծած եւ այլն էլի։ Դրա համար այդ բառը չասեմ, ժամանակը ցույց կտա, հետևենք, բայց եւ պետք է ելնենք նրանից, թե ինչ պարտականություններ է դրվելու, որը պիտի արվի, եւ սա համապետական շանս է, համահայկական շանս է, եթե մի բան կա, որ Իրանում էլ ռեժիմը մի քիչ մեղմանա, իհարկե փոփոխություն իրենց խնդիրն է, մենք էլ խնդիր չունենք, 49 տարի 49 տարի, այնտեղ էլ 50-ն է եւ այլն էլ է։ Այնտեղ էլ այդ տոկոս, որ ասացեք, չէ, անընդհատ բարձրացնելու խնդիր կա, բայց այդ ծախսերը դա ներդրումների հաշվի պետք է լինի, որտեղ հիմա փաստորեն Միացյալ Նահանգները չեմ անելու, ամերիկացիներն անելու, չէ, ծախսերը եւ գերարդիական տեխնոլոգիաներով, այ սա է ինձ մտահոգում։ Հիմա այսպես մի քիչ շեղվում եմ ոնց որ ունենք համալսարաններ Հայաստանում բուհեր, որոնք սերունդ կտան, որպեսզի սրանք աշխատեն սրանք, չունենք, այս է, ունենք սկոպուս արտադրողներ, ունենք պետության գիտական գիտության պետական կոմիտե, որ այս ամբողջը մղել է անհեթեթությունների մեջ, այս սա պետք է գիշեր-ցերեկ, սա ինչպես անենք օգուտ ստանանք, այդ որ ես Գերմանիան շատ օրինակ եմ բերում, Գերմանիան հոյինքի ուժերով մենակ չվերականգնվեց, իհարկե ամերիկացիներն օգուտ ստացան, բայց ամերիկացիները միլիարդավոր դոլարների հոսք կազմակերպեցին եւ արտոնություններ Մարշալի պլանով Գերմանիա եւ Եվրոպա, բայց մարդիկ ծախսեցին, չկերան, երեք լսում եք ինչ-որ հաղորդում կար, Արցախի հանրապետության նախագահները, իբրև թե նախագահները, շշմել եմ, տարեկան թոշակի ժամանակ տարեկան 20 միլիոն դոլարի ուրեմն թոշակ են ստացել, մի նյութ կար, հիմա դժվար ուղղակի նյութեր, որը տեղադրված էր, այս բակոն հիմա 20 միլիոն էր ստանում է, շշմելու է, եւ ասում են դա 10%-ն է, ինչ է Արցախի ուրեմն բյուջեի, պատկերացնում եք, այս սրա մասին, սա պետք ոնց կախել է պետք, գնդագարել է պետք, Ալիևը պատրաստ է ստորագրելու, բայց այն հարցի օրին է, որ դժվար է դուրս գալիս, ինչու, եւ չի կարող չանել, իրեն էլ չէ Թրամփը, նկատի ունեք այն պահանջները, որ մեզ հիմա չէ, բան է, նահանջում է, ինքը նահանջում է, ուրեմն երկելով, կարծեմ Սուրմելյանն է, չէ, մի վեբ ունի ցեղասպանչաներված նահանջ առանց երկի, շատ լավ աշխատանք է, որպես մի խոսքով ինքը երկելով է նահանջում, որտեղ տարբերակ չունի եւ դա ստորագրի։ Դրա համար ես առաջարկ ունեմ, էլի շատ չտարապել այդ խաղաղության պայմանագրի ստորագրել, չստորագրելով, ասել եմ առաջ այդքան շատ։ Ինչի համար, որտեղ ուրեմն դրանք չեն կարևորը։ Պետությունների միջև պայմանագրեր ստորագրվում են այն ժամանակ ռեալ հիմքի վրա, որտեղ պետությունները հավասար հզորությունների են հասնում։